Գոհ եք ձեր թոշակի չափից։ Չեմ գոհ չեմ։ Առաջինը տղաս այդքան չի ստանում, թորս սովորում ա Բրյուսելում, ինքան մեծ բան ենք մուծում, ու ես էլ ստանում եմ 50,000։ Սկի իմ տան վարձը չեմ կարա հա, շատ թանկ ա, շատ չիրիշուր։ Չես իմանում ոնց անես, երեխեքին օգնես, թե իմ մասին, իմ դեղորայքների համար, թե չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, հեչ չի երեքում։ Իմ 4 բոլորը ով կա, ոչ մեկ էլ գոհ չի։ Ես даже не представляю, ով կարող է գոհ լինի այդ թոշակով։ Պատասխանը ոչ իհարկե։ Ես 50 տարի աշխատել եմ, 52 տարի ստաժ ունեմ եւ իմ թոշակը հերիքում է իմ դեղերին, են էլ ոչ միշտ։ Ինչ կարող եք սպասենք այս պետությունից, որը երբեք չի մտածում ոչ ծերերի մասին, ոչ երեխաների մասին։ Պետության արժեքը դրանով է որոշվում, ոնց են իրանք վերաբերվում ծեր մարդկանց եւ երեխաներին։ Նպատակը ոչ թե դրախտ ստեղծել, այլ փրկել դժոխքից։ Իսկ մենք դժոխքի մեջ ենք։ Ես չեմ կարծում, որ այս թոշակը արժանավայել թոշակ է, դրա համար ինչ ասեմ։ Հուսով ենք, որ մեր ղեկավարությունը պետք է շատ ուժեղ աշխատի։ Գեդինը մտնեմ մեր ղեկավարը սոցնախարարությունը բան, ես ունեմ 40 տարվա ստաժ, 30 ես տարի 10 ամիս ինգո։ Գիշեր ցերեկ աշխատել եմ, 20 տարուց ավել արուն եմ տվի, սնունդի մեջ եմ աշխատել։ Պետության մուծել ենք, ամեն ինչ արել ենք, բաց կա, եկեր են 53,000 փողը տալիս։ Առանց Ամիլյանը գեդին մտնելու, գեդինը մտնի իր 400 գրամ քաշով, որ 400 գրամ առանձնատուն ունի, այդ առանձնատունը ինքը 400 քառակուսի մետր զիբիլի փողը տալիս։ 12,000 զիբիլի փող եմ, միանակ թոշակ առում, ես կարամ մոտսը թուղթս ցույց տամ, միանակ, աղջիկ են ամուսնացել, գնացել են, թորի տեր են։ Այդտեղ հարկային կբնակ վարձը, տան գուկավարձը, հələ չեմ ուծել։ Ուդեմ, հակնեմ, 85 տարեկանում, 85 տարեկան, 20 տարի արուն եմ տվի, աշխատել եմ, պետություն մեզան փողը պայի, իսկ այդ Ամիլյան, այդ 470 գրամ անոց մարդը, եղել է մարդ երկիրը ղեկավարում, ես ասում եմ, գեդին մտնի ինքն էլ, Փաշինյան կնիկ չունի, ասում եմ, Փաշինյան կնիկ բրոկեր աշխարհը ման գալիս։ Նա իր առուտուրն անում, իր երեխեք համար տուն առնում, նա ոչ մեկի մասին չի մտածում։ Ես միանակ թոշակ առնում, 4 աղջիկ ունեմ, 4 էլ ամուսնացած եմ, թոռ ունեմ, թոռ երեխա ունեմ, ծոր ունեմ, ծոր երեխա ունեմ։ Ծոր երեխան ո՞րն ասում։ Ու այդտենց էլ ես ոչ մեկին չեմ կարա ծնունդին գոնա 10 դրամ տամ, ասում գնա քեզ համար մարուշ։ Էրդողան 26 թվին չի ապրելու, մեռնում է։ Այս բանը, որ եղավ, այս բանը, ինչ են ասում, աղետը եղավ։ Փաշինյան անես մի մուտ գործարի, որ 23 թվին, դյանքում ոչ մեկը չգիտեմ, մինակ ես գիտեմ։ Դա թող բացել մեր երեխեքին, 15 երեխին վարեցին, չգիտեն ով է, լավ էլ գիտեն ով է, խի չբացեցին, հա, խի այդտեղին բացին, խի Սամվել Կարապետյանին չեր արի, ամբողջ Հայաստան իր ռայոնը գյուղնապան, տարավ կողեց վերթը։ Ես 60,000 եմ ստանում։ Հերիքում է ձեզ տա։ Ոնց կարող է երիքի, աննարին է, ուտելու մենակ չի երիքում, այնտեղ տան վարձ կա, բան կա, հազար տեսակ մուծումներ կան։ Մենք ցածր խավա ինչ կարող է անել։ Ինչ որ վերևից իրանք պետք է որոշումը կայացնեն, թե չէ ժողովուրդը ասի, չասի, դա նշանակություն չունի ինձ թվում է։ Պետք է ավելացնել, բայց այս տարի ոչ հաջորդ տարի։ Միշտ դիմի թոշակա որ գոլնի, բալիկ ջան։ Չեն գումարը 40,000։ Ինչ պետք է անեն դրանով։ Իհարկե շատ դժգոհ եմ, շատ դժգոհ։ Ես ում բողոքես, ոչ մեկի չեմ կարող բողոքել։ Իրենք էլ գիտեն, որ շատ 38,000 ինչ փող է։ Իրանց շանը, իրանց մի օրվա կերն է։
Ինչ ասեմ, հիմա էլ թե թոշակները բարձրացնում ենք, ինչով։ Եթե իմ մայրը թոշակը քարտով չի ստանում, որտեղից իրան, դա նշանակում է ինքը 3000 դրամ ավելացա, ոչ։ 3000 դրամը ոչինչ չի տա։ Ես չգիտեմ ում բողոքենք։ Մենք ենք մեղավոր, մենք։ Տեղյակ եք, որ Հայաքվեն առաջարկում է 50%-ով բարձրացնել թոշակները։ Ես կմասնակցեմ 100-ին։ Ես ուզում եմ 100%-ով բարձրացնեն։ Ես ուզում եմ տեղերներս փոխենք։ Իրենք մեկ ամսով մենք գնանք իրենց տեղ, իրենք գան մեր տեղը։ Միայն այդ դեպքում երևի գուցե խելքները հասնի, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Անարդար երկիր։ 48000-ով ինչ կարող ես անել, աղջիկ ջան, երեք չի առաջորն էլ նորից հայտարարեցին, որ կատնեղենը թանկանում է, հենց մեծահասակները շատ կատնեղենի կարիք ունեն, երկու հատ բարձրագույն և մի հատ է գիտական կոչում ունեմ, և 48000 մեր պարոն վարչապետը, որ մեր շենքում վարձով էր ապրում, ինձ թոշակ է տալիս, շատ գոհ եմ, 48000-ով ինչ իմ քրոջ կոշիկներն եմ հագնում, նոր մտա կոշիկի խանութը 43000, 35000, 23000, այդքանից քանի հատ կոշիկ կարող եմ առնել, թող լսի ու ամաչի, ուրիշ ոչ մի բան, նախորդները գոնե մի քիչ բարձրացրեցին, բայց ինքը բոլորովին, знать не знаю.